Բարև ձեզ։ Այսօր օրը երկուշաբթի է, ցերեկվա 12-ն է։ Իսկ դա նշանակում է, որ թռիչք TV եթերում կրկին գնում արվեստի հետքերով, հեռու չգիտենք էլ թե ուր հաղորդումը։ Մեր այսօրվա հաղորդման հյուրն է արտագրող, հրապարակախոս։ Հրապարակի տակ խոսող մարդուն վրայից միշտ ծխախոտի հոտ է գալիս, որովհետև մարդիկ սիգարետները հանգցնում են նրա վրա։ Մարդով ունի 3 կատու, 4 շուն և 5 մաշկային հիվանդություն։ Կարլեն Սուրիկովիչ։ Բարև ձեզ, բայց կխնդրեմ ինձ էլ Կարլեն Սուրիկովիչ չասել, այո, ես իմ անունը փոխել եմ, որովհետև մայրս հիշեց իմ իսկական հոր անունը։ Իսկ ինչ էր ձեր իսկական հոր անունը, Կարլեն։ Սուրեն, ասեք ինձ Կարլեն Սուրենովիչ։ Կարելի է ես ասեմ Սուրիկովիչ։ Իհարկե կարելի է, կարող եք ասել Սուրիկովիչ։ Կարլեն- Երևի տեղը փոխելուց հերը չի փոխել։ Կարլեն, կան գրողներ, ովքեր սիրում են ստեղծագործել գիշերը, կան գրողներ, ովքեր սիրում են ստեղծագործել առավոտյան, իսկ դուք երբեք սիրում ստեղծագործել։ Ես նախընտրում եմ ստեղծագործել արևի խավարման ժամանակ։ Բայց դա մի քանի տարին մեկ է լինում։ Դե կակրազ, ես մի քանի տարին մեկ եմ բան գրում։ Հասկանալի է, Կարլեն, հասկանալի է։ Եկեք սկսենք, ես կցանկանայի ունկնդրել մի ձեր գեղեցիկ բանաստեղծություններից մեկը։ Խնդիր չկա, քանզի դրա համար էլ եկել եմ։ Կարդամ առաջին իմ ստեղծագործությունը կոմենտ գրելու մասին, հա։ Վայելենք։ Ինտերնետ հարթակում։ Վատ կոմենտ գրեցի ես մեկին, զանգ եկավ իմ համարին։ Ուր է Սարա ասեցին, եկան տեսան ճղեցին։ Ոսկե խոսքեր են հիրավի, Կարլեն զարմացնում եք։ Նշեմ, որ Կարլեն Սուրիկովիչը եղել է դեղին ծովում, բայց մինչև իր ծովը մտնել է ծովը դեղին չէր։ Այո, ճիշտ եք կարդացել իմ մասին, Վիկիպեդիա